ես միանում եմ նախորդ զեկուցողներ ասեմ, թե բանախոսներ ասեմ, միանում եմ մանավանդ տպավորված եմ Արագածբաս ուրեմն մեր արևմտահայության համախմբման ջատագով եւ դրանից հետո ելույթ ունեցավ Տիկին Լարիսան նույնպես նույն գաղափարն են կարծես իմ տեսակետից կարծես նույն գաղափարն են արծարծում դա այն է որ մենք դեռևս չունենք հայեցակարգ իսկ հայեցակարգի մեջ մի թևը դրա պետք է զբաղվի ուրեմն հայության համախմբման մենք ցանցային ազգ պետք է դառնանք արդեն դա մեզ պարտադրում է ինքը պատմությունը եւ կարողանանք մեր համայնքային կյանքը դրսում համայնքային կյանքը կազմակերպել ինչպես պետք է բայց երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին եւ Արցախյան հարցի մասին շատ կարեւոր է որպեսզի մենք գիտականորեն մոտենանք հարցին տեսեք կարծես բոլորս խոսում ենք ցեղասպանությունից եւ Արցախից բայց պաշտոնական լեզվով եւ ոչ միայն պաշտոնական հաճախ նաեւ փորձագիտական ուրեմն խոսույթում այնպիսի բանաձևեր են հնչում որոնք ճիշտ չեն ուղղակի այդպես ավելի կոշտ ասեմ իսկ եւ չի պատասխանում հաճախ մեր անդիմախոսների կեղծ հասկացություններին բանաձևերին նույնիսկ ընդունում ենք դա ես ուզում եմ մի քանի օրինակ բերել շատ տարածված է հայոց ցեղասպանությունը 1923 թվականներին որ կեղծ է սխալ հասկացություն է որովհետեւ 15 թվականին չի սկսվել եւ 23 թվականին չի ավարտվել դա թուրքերը հայերին կոտորել են ոչ միայն Օսմանյան կայսրությունում այլև հարևան Պարսկահայքում հարևան Սիրիայում եւ որտեղ պատահել է ընդ որում մտել են նաեւ հասել են Բաքու կոտորածներով հասել են Բաքու նուրի փաշան է հասել Բաքու այսինքն այդ բանաձևը թե հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ճշգրտման կարիք ունի եւ ճշգրտման կարիք ունի 15-23 թվականները որովհետեւ այսօր էլ թուրքական այդ նախագիծ գործողության մեջ է եւ դա ոչ թե ավարտվել է 23 թվականին հանրապետական Թուրքիայի հաստատումով այլ շարունակվել է նրանից հետո կարծում եմ նաեւ պետք է հայոց ցեղասպանությունը առանձնացվի եղերն բառով ընդգծելու համար որ դա ցեղասպանություն է ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական հայրենիքում ինչպես հոլոկոստը հрьяաները առանձնացրել են իրենց նկատմամբ իրագործած հանցանքի համար հատուկ արտահայտություն մենք կարող ենք եղերնը դա դարձնել իսկ 15-23-ը մեծ եղերնն է ուղղակի ես խոսում եմ կարծես հասարակ բաների մասին բայց գիտեք դրանք բանաձևերի տեսք են ստանում դրանք մտածողություն են ձևավորում այդ նույն Արցախի դեպքում է եղել մենք 60 տարի ասում ենք թե բա Գովբյուրոյի որոշմամբ է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում եւ չէինք ասում որ այդ որոշումը չի էլ ընդունվել է նախորդ որոշումը մենք չէինք վերլուծում փաստաթուղթ չէինք վերլուծում մենք ասում էինք Լեռնային Թուրք ասում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ ենք հայերը տարածքներ են գրավել մենք չէինք ասում որ Լեռնային Ղարաբաղից դուրս չենք եկել որ Քարվաճարը Լեռնային Ղարաբաղ է որ Շահումյանը Լեռնային Ղարաբաղ է եւ վերևն է հյուսիսային Լեռնային Ղարաբաղն է չէինք ասում խելքներս չի գտնում թե ինչ չգիտեմ մենք ասում ենք Բաքվի փախստականներ ադրբեջանցի փախստականներ եւ ադրբեջանցի փախստական միջազգային իրավունքի համաձայն չկա նրանք չեն գնացել ուրիշ երկիր նրանց նկատմամբ ադրբեջանցիների մեծ մասը Ադրբեջանը տեղափոխվել Հայաստանից եւ Արցախից բնակարանափոխությամբ
Հայաստանից առավել ևս բնակարանափոխության մտորում երկրաշարժից հետո էլ ստացել են որոշակի փոխհատուցումներ։ Մենք շրջանառության մեջ ենք դրել փախստականների հոսքերը Բաքվից դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի Ադրբեջան։ Դուք նույնիսկ գրքեր են գրել։ Միայն դա չէ։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ Արցախը եղել է խորհրդային Ադրբեջանի կազմում եւ այսօր էլ այդ իրավունքը ունի, բայց Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանական Հանրապետության։ Այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունը։ Դուք կասեք, որ դա հիմքը է, որ այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունը հրաժարվել է լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Էդելի էր հերթին, բայց դրանից առաջ ազգերի լիգան չի վիճակել Հայաստանի դիտողոսը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մեր փորձագիտական համայնքը իրար հետ չեն կապված, այդ քիչ առաջ ասվեց, որ ուզում են միջուկ դառնալ, շատ լավ գաղափար է, վերջը մի տեղից պետք է դա սկսվի, թե ոչ։ Անընդհատ սխալ բաներ ենք խոսում, անընդհատ, մեկ չի, երկու չի, սխալ բաներ ենք խոսում։ Ես ցավում եմ, բայց դա փաստ է։ Հիմա դրա համար նախ պետք է, որպեսզի մենք խոսենք դրա մասին, քննարկենք, տեսականորեն ճիշտ է թե չէ։ Կա մի խոշոր հարց, որը մեր առջև ծառացած է եւ մենք չենք անում։ Դա ընդհանրապես ցեղասպանության որպես համակարգակրթական հարցի իմաստավորումն է։ Ի վերջո կարող են ասել, թե գիտեք, ՄԱԿ-ը ընդունել է ցեղասպանության կոնվենցիայի, մասին կոնվենցիա ընդունել, դատապարտել է եւ նույնիսկ ընդունել է, որ պետք է պատժվեն այդ հանցագործները, բայց արի ուտես, որ այդտեղ խնդիրներ շատ կան, բազմաթիվ խնդիրներ կան։ ՄԱԿ-ի որոշումը հանգեցնում է ցեղասպանության մեղավորներին հանգեցնում է գրեթե անհատներին։ Այն դեպքում, երբ պետություններն են առավելապես հանցանքի գրողները եւ ոչ միայն պետությունները, այլ դրանց ընտրող ժողովուրդը, մենք ինչու ենք դա մոռանում։ Տեսական բնույթի բազմաթիվ հարցեր կան, որոնք մեզ անհրաժեշտ է իմաստավորել։ Տեսական բնույթի փիլիսոփա այդ իմաստով ինքը համակարգակրթական երևույթ է։ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ցեղասպանությունը հանցագործություն է մարդկայնության դեմ, այլ մարդկության դեմ, ոչ մարդկության դեմ, ողջ մարդկության դեմ։ Հայոց ցեղասպանությունը համես կոտրել ոչ։ Հիմա փիլիսոփայական խորքը դրա մարդկությունը մի օր գտնելու է համադարման ձև, որպեսզի մենք միջնադարից, երբ ամեն մի պետություն իր ուզածինպես քշում էր հարևան պետության վրա տարածքներ գրավելու համար։ Թե մենք 20-րդ դարում այնուամենայնիվ ձևավորել ենք նախ ազգերի լիգա, հետո ձևավորել ենք ՄԱԿ, բայց պարզվում է միջազգային դատարաններ, բայց պարզվում է, որ Ալիևը ոչ մի բանով չի վախենում դրանից, որովհետև դրանք բառից այն կողմ չեն գնում։ Բառից այն կողմ, դատապարտումից, հետո շատ պրոբլեմներ, շատ եռանդ են թափում, որ գոնե դատապարտեն։ Շատ եռանդ թափեցինք, որ գոնե Միացյալ Նահանգների նախագահը ցեղասպանություն բառը ասի։ Ճիշտ է, նրանք ասել են եղեր, մենք պետք է դա օգտագործենք, ասենք այո, դա եղերն է եղել, որովհետև եղերն է ժողովրդի ցեղասպանությունն է իր հայրենիքում։ Ցեղասպանության տարբեր ձևեր են լինում։ Ես թվարկեցի ընդամենը մի քանի շարք, մի քանի հարց, որոնք կապված են ցեղասպանության եւ արցախյան խնդրի հետ։ Բայց դա ես պետք է ձեզ ասեմ, որ արցախյան թեմայի կապակցությամբ գրեթե չկա մի բառ, որ մենք ճիշտ արտաբերած լինեինք։ Տեսեք, Սումգայիթյան ցեղասպանություն է եղել, չէ՞։ Չենք կարողացել։ Ամեն տարի փետրվարի 28-ին ազգային ժողովը հրավիրում էր փորձագետներին, մենք էլ վազում էինք այդտեղ մտածելով, որ ահա այս քննարկման արդյունքում կընդունվի ցեղասպանություն բառը Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ։ Ոչ, միայն ժողովում մենք էինք ասում։ Իշխանությունը լռում էր։ Ուզում եմ ասել, որ
բառը դիվանագիտության ու քաղաքականության մեջ բառը դա կոնցեպտ է, դա հայացակարգից է բխում։ Այդտեղ ոչ մի բառ սխալ ասել չի կարելի։ Թուրքը դա անում է։ Թուրքը կարդացեք նրանց տեքստերը, մշակված, կեղծ է, բայց մենք դրան չենք հակադարձում անհրաժեշտ ձևով։ Չենք հակադարձում, կամ եթե հակադարձում ենք սխալ ձևով, հաճախ, ցավոք։ Միացում, թե անկախություն, մինչև վերջը այդպես չիմացանք։ Հարցը կարոտ է քաղաքագիտական, փիլիսոփայական, պատմական ուսումնասիրության։ Եվ իհարկե խնդիրների խնդիրը մեր տեսակի պահպանությունն է, որի կապակցությամբ պարոն Արագած Ախոյանը հրաշք խոսքեր ասաց այստեղ, լավ բաներ ասաց, իսկ հիմա այդ խնդիրը մեզ մոտ կանգնած է նաև Արցախահայության կապակցությամբ, ինչպես այդ գորիզը պահել։ Հավաքական վերադարձը դեպքում հավաքականություն է պետք, որ վերադառնա։ Ներողություն եմ խնդրում, հասարակ բաներ ասացի, բայց եթե մենք խոսում ենք այս հասարակ բաներից, նշանակում է հայացակարգ չկա։ Շնորհակալություն։